Ծառայության որևիցե ներկայացուցիչ փոխարեն ես ինքս չեմ պատասխանի եւ չեմ վերլուծի ինչ տրամաբանությամբ են առաջնորդվում այն թանկացումների հիմնական առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների թանկացման հետ կապված դեռևս 2017 թվականի սեպտեմբեր ամսից ենք ծառայության խմբակցության падգամավորներով բարձրաձայնել նույն բենզինի դիզվառելիքի հետ կապված, որ արդեն 20%-ի հասնող թանկացման ենք մենք հասնում եւ դա շղթայական ըստ էության իր մեջ գովանդակություն է ունենալու եւ մի շարք այլ ապրանքատեսակներ եւս թանկանալու են լսումների ժամանակահատվածով այս դատողությունները մեր կողմից արվել են մատնանշել ենք դա վիճակը մեղմելու հետ կապված ինչպիսի գործնական քայլեր է հնարավոր իրականացնել եւ այսօրեական գիտեք որ արդեն երկխմբակցության եւ ծառայության խմբակցությունը համատեղ նախաձեռնությամբ է հանդես գալի որոնք առաջիկայում խորհրդարան կքննարկվի մեր կողմից հարկային օրենսգրքում փոփոխություն առաջարկված որպես բովանդակային փոփոխություններ իրականացնելու նախաձեռնությունը Եթե լսումները ոչինչ չտվեցին, այդ թվում նաև ելքի երթը, ըստ ձեզ ինչը այս դեպքում ինչ որ ձև կարող է արձագանքել իշխանությունը եւ ինչպես չես կարող մեկ քայլից հասնել 4-րդ, 5-րդ քայլի։ Ամեն ինչ պետք է իր հերթականությամբ եւ տրամաբանության մեջ լինի։ Երբ որ մեր կողմից բարձրաձայնած լուծումները ականջալուր չեն լինի կառավարության ներկայացուցիչների կողմից ողջամիտ ժամկետներում մենք բնականաբար ոչ միայն քաղաքական գնահատականներ կտանք այլ նաև դրա հետ կապված պայքարի նոր մեթոդներ կմտածենք կարող եք մի փոքր մանրամասնել ինչ մեթոդների մասին է խոսքը խորհրդարանից դուրս օրենքով սահմանված այն գործիքակազմը որը որ օժտում է խորհրդարանական գործունեության մեջ այդ գործիքակազմի մասին է խոսքը Այսինքն հավանական չի, որ ծառայության դաշինքը եւս արդեն դուրս կգա փողոցում շարունակելու իր պայքարը Մենք այսօրեական տեսնում ենք, որ այն գործիքակազմը, որը որ օժտված է խորհրդարանը եւ խմբակցությունը եւ падգամավորները, լիարժեք կիրառված չէ։ Երբ որ կզգանք, որ սպառվել են ամբողջ գործիքակազմի գործառույթները, այդ ժամանակ կքննարկենք ինչ ձեւով պայքարենք։